միգուցե վախենում են, որ ինքը գա Հայաստան, ովքեր կարծիք հայտնեցին, հիմնավորում են, որ Նիկոլը ինքն է ցանկացել, որ նրանք չվերադառնան։ Հնչեցին այդպիսի հիմնավորումներ։ Բոլոր հարցերը լուծում է, կալանավորում է, ձերբակալում է։ Հիմա ինչի է շահագրգիռ, ինչից է վախենում, որ ոչինչ չի անում Նիկոլը Եվեթիվը, որ բանկի բանտից մեր գերիները վերադառնան։ Գիտեք, վախը ենթագիտակցական ունի շատ ավելի տրամաբանական հիմնավորումներ, քան ուժով ձեռք բերված եւ ոստիկանների ուժով պահվող ոստիկանապետությունը, բռնատիրական համակարգը։ Բոլորը գիտեն, ես պարբերաբար դա հիշում եմ, բայց գիտեք, առաջին երկրորդ կուրսերում վերստին արդեն բուհական մակարդակով ուսումնասիրելով պատմությունը, նաև համաշխարհային պատմությունը, ես ինձ համար կատարեցի մի հիմնավոր գյուտ, որ բոլոր բռնապետությունները եւ բոլոր կայսրությունները փլուզվում են ի վերջո։ Դա գիտեք պատմական ինչ որ ժամանակագրական ցիկլ, այսինքն դա կկատարվի 8 տարի հետո, 9 տարի հետո, 5 տարի հետո, թե 10 տարի հետո, թե 70 տարի հետո, դա նշանակություն չունի։ Եվ բոլոր բռնապետերը իրենց քնեած վիճակում, թե արդմնի վիճակում հասկանում են, որ տեղի է ունենալու իրենց բռնապետության փլուզում։ Պատմական փորձի դեմ գնալ չես կարող։ Եվ հենց այդ ժամանակ ես եւ քնության ժամանակ ասացի, որ խորհրդային կայսրությունը ըստ էության, թեև այդ իմ ժամանակ դա թվում էր, թե պերեստրոյկա վերակառուցում է բռնապետական չէ, բայց նա հիմնված էր այդ ստալինյան ռեպրեսիաների եւ ամեն ինչի վրա։ Ես հիշում եմ իմ այդ դասախոսի սարսափած դեմքը եւ նրա ինձ նշանակած լավ գնահատականը, ինքը չկարողացավ էլ անգամ ինձ գերազանց նշանակել, բայց ոչ մի փաստարկ չբերեց, որ բռնապետությունները չեն փլուզվում, որ նրանք փլուզվում են։ Այսինքն այսօր էլ ես շարունակում արդեն շատ ավելի հիմնավոր այսպես ունենալով գիտելիքներ եւ փորձ բռնապետությունների վերաբերյալ, այդ բռնապետությունը փլուզվելու է։ Դրանք կավե ոտքերով հսկաներ են։ Վախի մի չափականակ կա, որից հետո ինքը արդեն դադարում է կազմալուծել։ Առաջին պահին մեծ վախի մեջ հայտնված մարդը այսպես կազմաքանդվում է, ենթարկվում, իսկ հաջորդ պահին ինքը այլևս չի վախենում։ Գիտեք, դուք իրեն կպահեք առանց աշխատանքի մի ամիս, 2 ամիս, 3 ամիս, 6 ամիս, հետո այդ մարդը արդեն խորապես դա արհամարում է։ Ինքը ոտքի է կանգնում եւ պայքարում է իր շահերի համար։ Եվ կա բռնապետության այն, գիտեք, նուրբ չգիտեմ աստիճանը, չնայած բռնապետությունը նուրբ չի, այլ բացարձակ կոպտագույն է, բայց որից հետո ինքը գործում է ընդդեմ բռնապետի, առաջանում է, գիտեք, այն անպարագիծ ատելությունը, իսկ անպարագիծ ատելությունը միշտ բերում է դիմադրության եւ ըմբոստության։ Եվ Իլհամ Ալիևը, սկսեմ նրանից, ինքը նաև տեսեք, ընդամենը 4 օր առաջ է, որ նրանք մեծագույն ճնշման, բայց դրսից եկող ճնշման, թե ես ես մի բան ասեմ, Հայաստանի հասարակությունը, ես դա նաև իմ տարածած նյութերից գիտեմ, դա իմ փոքրիկ, շատ փոքրիկ, աննշան պայքարի ներդրումն է Բաքվի բանտերում գտնվող Արցախցի եւ Արցախի ազատագրության համար պայքարած հայ մեր հերոսների համար, ես այդ բոլոր նյութերը տեղադրում եմ։ Եվ ես ձեզ ասեմ, կա, չէ, այնտեղ ցույց է տալիս, թե քանի մարդ է դիտել եւ այլն։ Ես դրանց արձագանքներից շատերը կվախենան նաեւ ՖԲ-ում, բայց իրենց դիտելը, կարդալը, իսկ հետո քեզ նրանք դրսում հանդիպում են, չէ, եւ ես տեսնում եմ, որ Հայաստանի բնակչության այո, մեծամասնությունը իրեն նվաստացած եւ ստորացած է զգում եւ ուզում է վերադարձնել մեր գերիներին հայրենիք։ Ինքը երբեմն դա չի համարձակվում բարձրաձայնել, իրեն նաեւ փոքրիկ մարդ համարելով, բայց չկա այդպիսի բան։ Ազգային արժանապատվությունը բոլորովին չի կորսվել։ Ռուբեն Վարդանյանին վերաբերող հաղորդումները, նրա արժեքների, Դավիթ Իշխանյանի մնացածների գործի հանդեպ եղած այդ հարգանքը եւ հենց թեկուզ հարգանքը սեփական պետության ազգի ներկայացուցիչների հանդեպ բոլորովին էլ մարած չէ։
եւ Ալիևը դրա համար սարսափելի վախենում էր։ Ընդամենը 4 օր առաջ նրանք այդ մեղադրական կեղծափաստաթղթերը նոր համարձակվեցին մեծ ճնշման տակ տրամադրել մեր գերիներին, դա արձանագրեց նաեւ Սիրանուշ Սահակյանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը սոսկալի վախենում է այդպիսի մարդկանց վերադարձից, որովհետև այդ մարդիկ, գիտեք, չկոտրվող, չվաճառվող, չընկճվող մարդիկ են։ Այդպիսի մարդիկ, որոնք երբեք իրենց գույնը չեն փոխում հարմարվելու համար բռնատիրական միջավայրին, միշտ առաջացնում են վախ։ Դուք տեսեք նաև, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը վերաբերում իր թիմի այն մարդկանց, ովքեր ինչ-որ տարբեր հատվածներում չեն կիսում նրա տեսակետները, քննադատում են նրանք։ Նրանք անմիջապես հիմա էլ մենք նոր կառավարությունում կտեսնենք այն մարդկանց, որոնք անգամ համաձայն չէին, որպիսի մեր հեռախոսների այդ կոդերը, համարանիշները բոլորին հայտնի դառնային։ Խոսքը ԲՏԱ նախարարության մասին է, որտեղ մարդիկ հրաշալի հասկանում են, որ մաքսանենգության դեմ պայքարի շատ այլ մեթոդներ կան, բացի դրանից Հայաստանը բոլորովին չի պատկանում մաքսանենգությամբ, այդպես ինչ որ չգիտեմ, աղետալի չափանիշներ գրանցած պետության եւ ցանկացած բռնապետություն։ Եթե դու անգամ պատերազմ ես հայտարարում ձիերին, չգիտեմ, կոկորդիլոսներին, առյուծներին, դա չի խոսում այն մասին, որ դու հաղթող ես։ Եվ Իլհամ Ալիևն էլ, տեսեք, ամենտեղ խոսում է այդ հաղթանակի մասին ու ամենտեղ սարսափում է Հայաստանի այն ուժերից, որոնք խոսում են հայկական ազգային ինքնության պահպանման մասին։ Ամբողջ աշխարհը պետք է Ադրբեջանի ազգային ինքնության մասին մտածի, հայկական ինքնությունը ջնջելով, ինքն էլ է խորապես վախենում։ Եվ նույնքան խորապես դրանից վախենում է Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար ամեն առիթի բղավում է, որ Արցախյան, չգիտեմ, պայքարի էջը ինքը փակել է։ Դրոշին պայքար են հայտարարել։ Դա ինչից է, վախից է։ Իսկ բռնապետությունները կործանվում են։ Զարհուրելի։ Իհարկե։ Եվ շարունակությունը գիտեք նաև Արեգնաց Մանուկյանի, խնդրեմ։ Ես կարծում եմ դա մեր որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սարսափելի ամոթը եւ խարանն է, որ մենք կարողացանք ունենալ փաստորեն այնպիսի պետություն, որտեղ մարդու իրավունքները բացարձակ ոտնահարված են։ Ես վերջերս Civilnet-ով մի հրապարակում կարդացի, որտեղ կետ առ կետ թվարկված էր, չնայած ինքս էլ լավ գիտեի եւ ուրախ էի, որ Civilnet-ը դա հրապարակեց, թե ինչպես Հայաստանում Հելսինկյան հռչակագրի, մարդու իրավունքների հռչակագրի բոլոր կետերը պարզապես ոտնահարվում են։ Բանտերում հայտնվում են Նիկոլ Փաշինյանի գաղափարաբանության, այսինքն համաթյուրքականության մաս դառնալու եւ հայկականությունը բացարձակ ուրանալու գաղափարախոսությունը, արժեքները կրող ցանկացած մարդիկ, ընդ որում մի շատ հին բոլշևիկյան հայտնի մեղադրանքներով։ Ես քանի որ այն սերնդի ներկայացուցիչն եմ, որ այսպես դպրոցում անցել է ԽՄԿ պատմություն, բացառեք այդ դասագրքերը այն երջանիկ սերնդի մարդիկ, որոնք դա չեն անցել, եւ կտեսնեք, որ եւ Եղիշե Չարենցը եւ Աքսել Բակունցը եւ Աղասի Խանջյանը, որը գնդակահարվեց, բոլոր արժանապատիվ այն 100 հազարավոր հայ մարդիկ, որոնք այդ եռյակների որոշումներով, մատնագրերով, Ապորինի, NKVD-ի, չգիտեմ, Եժովի, Բերիայի եւ մնացած հրեշների ձեռքերով ստալինյան բռնապետության ժամանակ դատապարտվում էին, նրանք բոլորը արտասահմանյան գործակալներ էին, կամ այդ գործակալ բառը իրենց դուր չի գալիս։ Նրանք շպիոններ էին եւ վրագի народը, վրագի государство, այսինքն նրանք պետական դավաճաններ էին։ Հետևաբար ակնհայտ է, որ ներկայիս այսպես իշխող վերնախավը որոշել է որդեգրել ստալինյան բռնապետության բոլոր գործողությունները։ Դատախազությունում կար մի հրաշալի այդ ճակերտներում իհարկե հրաշալի ձևակերպումը։ Եթե գտնվի մարդ, կգտնվի նաև հոդված։ Հոդվածներն էլ գտնված են պետական գաղտնիք հայտնել, չգիտեմ,
պետական դավաճանություն կատարել, եթե դու մեծահարուստ չես, էլի, եւ ունեցածդ մի սովորական բնակարան է, ինչ որ մեքենա եւ ոչ մեկի չեն կարող էլի ասել, որ դու թալանչի ես, չգիտեմ, կողոպտել ես, քեզ համար այդ պետական դավաճանի համար նախատեսված քրեական հոդվածներն են, իսկ եթե դու քո ուժերով հարստացած մարդ ես, ինչպիսին Գագիկ Ծառուկյանն է եւ նաեւ Սամվել Կարապետյանն է, ապա դու չգիտեմ խարդախություններ ես կատարել, հարկերը չես վճարել եւ չգիտեք ինչ որ մի զարմանալի ձևով, գիտեք բոլոր ընդդիմախոսները պարզում է խարդախներ են, պետական դավաճաններ են, պետական գաղտնիք են հայտնել, դրդել են, նախապատրաստել են պետական գաղտնիք արտահայտելուն եւ այդպես շարունակ։ Դա ակնհայտ է, ես կարծում նաև այն մարդիկ, ովքեր երբևէ չեն եղել Սամվել Կարապետյանի կամ Գագիկ Ծառուկյանի կամ Անդրանիկ Թևանյանի, չգիտեմ, գաղափարակիրները կամ նրանցով այսպես խիստ ոգևորված անձինք, հիմա պարզապես ապշած են։ Ես Գագիկ Ծառուկյանի այդ ձերբակալության ահազարհուր խայտառակ կադրերից հետո տարբեր շփումների ժամանակ քաղաքացիներից, որոնց մի մասը անգամ գիտեմ քաղաքացիական պայմանագրին է ձայն տվել, նրանք սարսափով ասում էին, բայց ոնց կարելի էր։ Եվ ես ձեզ ասեմ, իրենց ձայն տված այդ 40-44% մարդկանցից շատերը նաև իրենք զարհուրեցին, թե ինչ են արել, որովհետև այդ կերպ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չամրացրեց իր դիրքերը, այլև բացահայտեց իր իրական վախերը եւ ամրակայեց այն համաշխարհային փորձով ճանաչված սկզբունքը, որ բռնապետությամբ եւ օրենքի ոտնահարմամբ կայացված բռնաճնշումները հանգեցնելու են եւ մոտեցնելու են արդարադատության ժամը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հասարակական եւ քաղաքական ուժերը պետք է այո իրենց առաջնային խնդիրը դարձնեն արդեն հավասար նույն հարթության վրա Բաքվի եւ Հայաստանի այդ անազատության վայրերում գտնվող եւ զարհուրելի հոդվածներով ամբաստանվող մեր հայրենակիցների շահերի պաշտպանությունը։ Այդ մեղադրանքները, դրանք քաղաքական մեղադրանքներ են, ինչպես Ալիևն է քաղաքական զարհուրելի եւ բացարձակ ճշմարտության հետ առնչություն չունեցող մեղադրանքներով փորձում փակել Արցախյան խնդիրը, այդպես էլ այսօրվա Հայաստանի Հանրապետության դատախազությունը, հակակոռուպցիոն այդպես կոմիտեն, քննչական կոմիտեն, ազգային անվտանգության ծառայությունը գնում են ընդդեմ Հայաստանի Հանրապետության օրենքներին։ Դա մեր ամոթն է, որ մեր դատական իշխանությունը ապացուցեց, որ ինքը ոչ մի աղերս չունի անկախության հետ, նրանք գիտեք եւ անգամ հաճկատարությունը հասել է այն մակարդակի, որ իրենք բացարձակ գիտեք դիմադրություն ցույց չտվող մարդուն տապալում են հատակին, դա նկարում եւ ցույց են տալիս, ինչու որպիսի բավարարվեն, իրենց արդյոք հրաման տվողը բավարարվի, թեև այդ գլխավոր Հայաստանում եւ կառավարությունը ինքն է եւ իշխանությունը ինքն է, Նիկոլ Փաշինյանը սիրում է, չէ, այդպիսի ձևակերպումներ տալ իրեն, ինքը հայտարարեց, որ ինքը այդ կադրերը չի տեսնում, բայց հայացքից էլ զգացվում էր, որ այդ կադրերը լուսանկարվել են զուտ իր համար եւ գիտեք մի փոքրիկ շերտ կա, որը ինչ որ բավարարվում է, երբ իրենից հզոր, իրենից կայացած մարդկանց տապալում են, փոքրիկ մարդկանց այդ չգիտեմ, փոքրիկ, ինչ ասեմ, ինքնամխիթարումը, որ տեսեք այդ հսկայածավալ միլիարդների տեր ունեցող նման ողորմելի, գիտեք, մխիթարանքով ապրող մարդիկ կային, որ ասում էին, այ տեսակ, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի համար մարդը եկավ, Բաքվում նրան ինչպես կալանավորեցին, Բաքվում էլ չէ, այդպես Ռուբեն Վարդանյանին կռացրել էին, բայց նրան եւ նսեմացված ձևով ուզում էին տանելու այդ կադրերը ամենտեղ դնում էին։ Գիտեք, երբ ես տեսա, թե ինչպես էին Ծառուկյանին տապալել Հայաստանում, սիրտս ցավում էր։ Ես ձեզ ասեմ, մարդասպաններին այդպես չեն տապալում բացարձակապես։ Այո, փչան մեջ նրան հեշտ ու հանգիստ, այո, քաղաքակիրթ տանում էին
իսկ այդ մարդուն ես միանգամից Բաքվի այդ կադրերը հիշեցի ու դա սարսափելի էր։ Ես համոզված եմ, որ կառուցելու ենք Հայաստան, որտեղ այդ կադրերը հրապարակողները, այդ գործողությունները կատարողները պատժվելու են, ծառայողական է, ինչով է, դա բացարձակապես օրենքով անթույլատրելի։ Եվ հիշում եք մի քանի տարի առաջ, որ հյուրանոց էր մտել մեկը զենքով, ոստիկանապետը իր մեքենան նստեցրեց, տարավ, համոզում էին հոգեբանական, չգիտեմ ինչ որ միջոցներով, որ իրականում ճիշտ էր, հասկանում եք, երբեք չի կարելի անգամ ահաբեկչին, ինչպես են ահաբեկիչներին վնասազերծում, չէ՞։ Հոգեբանական ազդեցությամբ, քաղաքակիրթ, իսկ մեզ մոտ գիտեք ինչ որ վայրագ ժամանակներ են, մարդկանց թվում է թե գետին պարկեցնելով ընդհանրապես երբ տեղի ունենան այսպես Հայաստանում քաղաքական համապատասխան զարգացումներ, մենք ասֆալտին փռել հասկացույթը պետք է բացառենք։ Քաղաքական ընդդիմախոսներին ասֆալտին չեն փռում եւ ընդհանրապես մարդկանց ոչ մեկի ասֆալտին չեն փռում։ Կա մեկ պատժիչ, այո, բորդյուրներով չգիտեմ ինչ, կա Հայաստանում օրենք եւ մենք այդ իրավական պետությունը կառուցելու ենք։ Ես համոզված եմ, բոլոր բռնապետությունները փլուզվում են եւ օրենքի ու արդարադատության հաղթանակը ընդհանրապես այլընտրանք չունի եւ դա անկասելի է։ Ես առաջարկում եմ, որպեսզի տեղի ունենան նաև քաղաքացիական, այո, դիմադրության եւ ըմբոստության տարբեր քայլեր։ Ես համոզված եմ, որ թեև հիմա տապ է եւ գուցե այդ հետընտրական շրջանում մենք գտնվում ենք նաև ընկճված իրավիճակում, մենք պետք է պայքարենք մարդու իրավունքների հարգման համար։ Մենք ունենք սահմանադրական դրա լիակատար իրավունքը, իսկ քաղաքական այն ուժերը, որոնք ստանալով նաև ընտրողների այսպես վստահության քվեն, պետք է ծավալեն համապատասխան գործողություն։ Ես անկեղծ ասած կարծում եմ, որ այս ընտրություններից հետո խորհրդարան էլ պետք է մուտք գործել եւ Հայաստանում դիտում ենք, չէ, Եվրոպայում ինչպիսի զարգացումներ են աշխարհում, երբեք չի կարելի լռել, երբ դու տեսնում ես անարդարություն եւ օրենքի ոտնահարում, սահմանադրական կարգի ոտնահարում։ Ու երբեք մի մտածեք, որ այդ բողոքի ակցիաները կարող են փոքրաթիվ լինել։ Դա ոչ մի նշանակություն չունի։ Ես կարծում եմ մարդը միայնակ էլ կարող է դուրս գալ եւ պայքարել ապօրինի, կալանավորված իր համաքաղաքացիների եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական եւ սահմանադրությունից բխող մնացած բոլոր օրենքների հաղթանակի համար։ Եթե մենք յուրաքանչյուրս մեր տեղում բարձրացնենք մեր ձայնը, այդ ձայնը միավորվում է եւ դառնում է որոշ հաջողության ճանապարհ։ Ես էլ շնորհակալ եմ։